Այո, այս կյանքի սենյակը, որ ադապտացվել։ Ռեաբիլիտացիա Կենցաղային հմտությունները կարողանան վերականգնել իրենց վնասվածքներից հետո վերականգնողական բուժման նպատակը ոչ թե այն է, որ բոլորը քայլեն, այլ իրենց հաշմանդամությամբ կարողանան լիարժեք ինտեգրվել, սայլակով պարել, սայլակով օգնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանան լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Սա սովորական ստանդարտ բացություն։ Ամեն ինչ արված այնպես, ինչպես իրանք ունենալու են կենցաղում։ Հատուկ հաշմանդամի ստանդարտներով։ Սա արդեն խոհանոցային հատվածն է։ Համաճարակ շուրջ 200 տուն արդեն հարմարեցված է տղաների համար, եւ ծրագրի մասին կազմում։ 200 բնակարան զուգարաններով, պահանջներով հարմարեցված է արդեն ծրագրի շրջանակներում եւ կառուցվում է նաեւ բալավագիտի եւ հատվածը, որը կառուցում հատկացվեց մահացել։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնում է գոնե ծավի սա տեղավորվում եւ Այստեղ արդեն սովորում եմ ինչպես ինքնին տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի իջեցնել, որպեսզի միանունակ կարողանան նախագծի Եվ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավում եւ ամենավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարտական հետապահություն գործել ԱԹՍ-ով եւ այլն ամենատարբեր բաները առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, բայց դա էլ է պետք մի բան պետք է արձանագրել, որ դա մեզ համար բացարձակապես նոր եւ անծանոթ թեմա է։ Այսինքն այստեղ պետք է մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ նաեւ ակնկալվում է, որ ավելի արագ որոշումներ կայացնեն, բայց ինքը համակարգի կարևոր օղակներից մեկն է, եթե իրան ճիշտ բան չանենք, չմոդելավորենք եւ ճիշտ չտեղադրենք, ամբողջ համակարգի գործունեությունը կարող է խաթարել։ Այսինքն դրա համար այդ խնդիրը առանց չափազանության երկշաբթի օրը մեր քննարկման, այսինքն չորեքշաբթի է, երեքշաբթի առաջի օրը։ Մեր քննարկման կարևոր թեմաներից, բայց ասում եմ, այդ խնդիրը մենք ունենք ոչ միայն այդ ունենք փրկարարություն, այդ ունենք ոստիկանություն, այդ ունենք սահմանապահություն։ Հաստատ կլուծվի, հենց որ շարունակենք այդ լավ ֆորմայի մեջ մտան, որ տարվա ընթացքում դուք ինչքան եք շնորհակալ այսինքն քանի տարվա մեջ այման գալիս ասում կրկնվող ես նկատում բոլորացային եւ որոշակի համար դա երկրորդ պատահիրա, դա ոչ պահպանողական բուժում։ Սիմվոլիկ տակ ֆինանսավորումները քանի տոկոսն է օրգանիզացիա պետական կառավարության ծրագրերով եւ քանի տոկոսն է որ այլ ծրագրերով 40-60 ընդհանուր հարաբերակցությունը մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել մնացած է հələ գործառնական որոնք վճարը քաղաքացիներ որոնք այսպիսի բուժում Պակիստանային դուրս է ինստիտուտից հետո ասենք ավտոավարից որտեղ մենք երբ որ սկսում ենք համաչափել սկսում ենք հիմնականում պետք է ուժեղանա բարեգործականով ենք
լինում, հիմա բարեգործականը գնալով նվազում է եւ ավելի շատ գործառնական ինստիտուցիոնալ է գալի եւ կարող է դա դառնում արդեն ինստիտուտ։ Ինքը արդեն կայացած հիմնարկ է։ Ուրիշ բանա Ինքը կայացած հիմնարկ է։ ներքևային Էլի ամեն սրա այս որ օգտագործում ենք ծանր սարքերի համար, դեռ աղոթարան սարքեցին տրաների համար, որ տրաները 24 ժամ կարող են հավաստված սարքվածում աղոթվածներ, այս հատվածները վերանորոգել ամբողջությամբ, այսին շենքում ամբողջությամբ բացատանիք ամեն արված է։ Միայն մանս է, բայց այսօր աշխարհն է որ այցը վաղ ամբողջովին մաքրել է։ Նաև այստեղ բավականատուկ է լամինար ոսկը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինար ոսկը շատ թանկ է անել, լամինար ոսկը օպերացիաները։ Ամեն հետո ֆիլտրերով միշտ դրական ճնշում ունի, դիստերգիա։ Ընդհանուր առմամբ արվել է 1237 իրադարձություն բացման օրվանից, 24 թվականի մայիսի 60-ը եղավ։ նստել պասիվ սպասել, ինչպես դուք եք ասում, հայերի բնականաբար շատ գոհ են, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ներդրումը անում են բարեգործական նպատակներով։ Դա երաշխիք է, որ հիմնարկը երկարաժամկետ կայունություն կլինի։ Վաղը մյուս օրը հիմա ինչ որ նկարագրեցիք այդ բոլոր ուղղություններով որ գնա, սա արդյունքում կարող դառնա մեծ ներդրումային նախագիծ իր բոլոր ենթակառուցվածքներով, որը Մենք ուզում ենք հիմա այդ ծրագիրը ներկայացնենք, հիմնական, որ անգամ կայանացել ենք արդեն որ կարող ենք արտահանում անել, եւ այդ արտահանման համար ինչը մեզ հրաժեշտեցին։ Այս միշտ բացակայելա գալ սոչում է։ Կգամ։ Համեցեք։ Կգամ։